Իհարկե։ Գնացինք։ Նախ եկեք հասկանանք սխեման։ Ընդհանուր առմամբ ամբողջ երաժշտության մեջ այսպեսի մի կրկնողություն կա, հա։ Սկզբից նվագում ենք կարծես արագ, հետո սկսում են դանդաղ նոտաներ։ Արագ, հետո նորից դանդաղ նոտաներ։ Մոտավորապես այսպես։ Դանդաղ նոտաներ։ Նորից արագ։ Դանդաղ, դանդաղ։ Հիմա եկեք գտնենք այդ նոտաները, հա։ Ամբողջական տարբերակը դիտեք իմ YouTube-յան ալիքում։ Հղումը կգտնեք բիոբաժնում։ Մենք կենտրոնական դո նոտան, այսինքն դաշնամուրի միջուկը հաշվարկում ենք դրանից մեկ օկտավա վերև, որպեսզի գտնենք մեր երկրորդ օկտավան, որտեղ մեզ հարկավոր է լինելու երկրորդ օկտավայի ֆա նոտան։ Դո, ռե, մի, ֆա։ Մենք սկսելու ենք հենց այս նոտայից։ Ամեն անգամ այս արագ նոտաները գտնելու համար, այսինքն արագ հատվածը գտնելու համար, պատկերացրեք ուղղակի ակորդ, այսինքն տվյալ նոտայից նախորդ նույն նոտա ընկած հատվածը, հա։ Այսինքն եթե երկրորդ օկտավայի ֆայում ենք, գտեք առաջին օկտավայի ֆան, եւ հենց այդ ամբողջ արագ մասը կարծես կառուցվելու է հենց այդ հատվածում։ Հիմա տեսեք ինչ նկատի ունեմ։ Առաջին նոտան սա է, երկրորդը սա, մեր հա առաջին օկտավայի ֆա նոտան, որից հետո լա, դո, ֆա։ Մենք ամբողջությամբ միայն այս ֆայից ֆա ընկած հատվածում մեր առաջին տակտը կառուցեցինք։ Երկրորդ տակտը մեկ նոտա կարծես տեղափոխեք այս կողմ, հա, այսինքն եթե մենք ֆայից ֆա ենք անում, այս դեպքում անում ենք միից մի, գնացինք մի, լա, դո, մի։ Եվ այս հատվածը տեմպով կլինի այսպես։ Հասանք դանդաղ նոտաներին իմ ասած, գալիս է, վերջացրել ենք մի նոտայով, հենց ամիջապես իր կողքի ռե նոտան և դո նոտան։ Հիմա նորից կրկնողություն գնացինք, հիշում եք ֆայերն էինք վերցրել, գնացինք։ Եվ շարունակության մեջ փոփոխություն կա, եթե օրինակ առաջին անգամ այսպես արեցինք, այս դեպքում անելու ենք այսինքն կլինի նորից դանդաղ նոտա, նորից դանդաղ նոտա և շարունակում ենք կրկին արագ։ Այս դեպքում վերցնում ենք արդեն սոլից սոլ նոտաները, հա? Երկրորդ օկտավայի սոլ, առաջին օկտավայի սոլ, գնացինք։ Ֆիքսեցինք։ Որից հետո փոխվեց ֆա դիեզ, երկու ֆա դիեզները ֆիքսեք, երկրորդ օկտավայի և առաջին օկտավայի և կառուցենք իր ներսի ընկած նոտաները։ Եկանք ֆա բեկար, մի, սրանք մեր դանդաղ նոտաներն էին, շարունակեցինք, իրար կողք նոտաներ են։ Նորից եկեք հասկանանք սխեման ինչումն է կայանում, հա։ Ընդհանուր առմամբ այս ամբողջ երաժշտության ձախ ձեռքը կարծես ապահովում է վալսի քայլեր, հա։ Այս բանը հասկանալը մեզ կօգնի ամբողջ ընթացքում շատ չբարդացնել տեմպի հետ կապված հարցերը, հստակ հասկանալ, որ ընդհանուր առմամբ ունենալու ենք այսպիսի արդյունք, հա, եթե նոտաները արդեն իմանանք։ Մեզ մոտ այս տեմպն է ամբողջ ընթացքում։ Ինչ է հարկավոր անել։ Ոնց որ աջ ձեռքի դեպքում մենք գտանք կարծես որ նոտայից որ նոտաներ թռիչքը եւ դրա արանքային նոտաները կառուցեցինք, այս դեպքում եկեք ուղղակի ընդհանուր ակորդներ ֆիքսենք, որից հետո կառանձնացնենք կարծես այդ ակորդները երկու մասի, որպեսզի դառնա վալսի քայլեր, հա։ Առաջին ակորդը սա է, ֆա, լա, դո։ Երկրորդ ակորդը մեզ մոտ մի, լա, դոն է։ Այսինքն լա դոն մնաց, միայն փոխվեց այս նոտան, հա։ Դրանից հետո մեզ մոտ նորից լա դոն մնում է, փոխվում է այս նոտան նորից։ Սա երրորդ ակորդն է մեր եւ մյուս ակորդը, որը որ մենք կիրառելու ենք, այս ակորդն է եւ դոյով սկսվող ակորդը։ Եկեք այսքանը բաժանենք, որից հետո կշարունակենք։ Փաստորեն մեզ մոտ առաջին ակորդը սա է։ Ինչ ենք անում։ Մենք հենց առաջին նոտան կիսում ենք, առանձնացնում ենք կարծես, որպեսզի ստանանք վալսի քայլեր։ Իսկ այս երկուսը առանձին իրար հետ տամ, պամ, պամ, սա մեր հիմքն է, տամ, գնացինք, տամ, պամ։ Հիմա մեր հիմքը փոխվող նոտան է։ Մի,
որից հետո ռե, էլի հիմքը փոխվող նոտան է։ Հա, կարծես այդպես է լինում։ Պամ 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 պամ։ Իր հետ միանում է այդ շը։ Հասանք նոր ակորդի, եկեք ֆիքսենք այս նոր ակորդները։ Ռե, սոլ, սի բեմոլ, հա? Որից հետո դո, սոլ, սի բեմոլ, սոլ, սի, ռե, ֆա, դիեզ, սի բեմոլ, ռե, ֆա բեկար, սի բեմոլ, ռե։ Նկատեցիք ինչքան կրկնվող ակորդներ կար, եկեք ֆիքսենք, ուրեմն ունենք ռե, սոլ, սի, սոլ, սի մնաց, փոխվում է դոն, դո, սոլ, սի, որից հետո առանձին նոր ակորդ ունենք սոլ սի ռե, հիմա սի ռեն մնում է նույնը, փոխվում է սոլը, հիմքի նոտաներն են փոխվում, որից հետո նորից փոխվում է այս նոտան, եւ վերջում ունենք այսպիսի ակորդ, բամ, հիմքի նոտան դո եւ սոլ մի, որից հետո գալիս ենք նորից նույն ակորդներին, դո սոլ սի ռե, նորից դո սոլ սի, մի բեմոլ սոլ սի եւ հասնում ենք վերջին, որի ժամանակ ակորդ չենք անելու։ Հիմա եկեք ֆիքսենք փաստորեն ինչ ստացվեց, հա։ Մենք եկանք հասանք այստեղ։ Նոր ակորդն է տամ։ Հիմա հիմքը թողում ենք նույնը, այս երկուսը դառնան վալսի քայլեր։ Պամ 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 պամ, որից հետո տամ պամ 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 պամ։ Okay, եւ մեր վերջում ունենք ոչ ակորդ, հա։ Հա, վերջաբան եւ ֆա, դո, ֆա, իրար հետևից։ Ընկերներ, եթե ձեզ դուր եկավ այս հոլովակը, խնդրում եմ, որ որևէ էմոջի թողնեք այս տեսանյութին, որպեսզի կարծես ես էլ ձեզ հետ հետադարձ կապի մեջ լինեմ եւ հասկանամ, որ ձեզ դուր է գալիս այն ինչ որ անում եմ, այն մեթոդները, որոնք կիրառում եմ դաշնամուրի ուսուցումը հեշտ դարձնելու համար։ Նաև եթե ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները, իսկապես հասկանալ նոտագրման աշխարհը եւ կարողանալ նվագել նոտաները ուղղակի ընթերցելով այն, ինչ որ գրված է նոտագրության մեջ, ապա կարող եք միանալ իմ օնլայն կամ օֆլայն դասընթացին, որի միջոցով մարդիկ կարողանում են 0-ից հասնել սաունդթրեք նվագելու կարողության շատ կարճ ժամանակում։ Իմ ուսանողները կարողացել են հասնել արդյունքների ընդամենը 8 դասի արդյունքում։ Իհարկե, դեպքերը շատ ինդիվիդուալ են, բայց վստահ եմ, որ քեզ մոտ շատ կարճ ժամանակում կարող է ստացվել, քանի որ այն հեղինակային մեթոդը, որը ներդրել եմ դասընթացում եւ օֆլայն եւ օնլայն, նպատակն է եղել հենց օգնել այն մարդկանց, ովքեր որ 0-ից ուզում են սովորել նվագել դաշնամուր առանց երկար տարիներ ծախսելու։ Հետևաբար, արդյունքը կարճ ժամանակում միանշանակ երաշխավորում եմ։ Նաև խնդրում եմ հետևեք իմ YouTube-յան պաշտոնական ալիքին, օգնեք ինձ զարգացնել իմ YouTube-յան ալիքը, քանի որ դա շատ կարևոր է իմ ստեղծագործական աշխատանքի զարգացման համար։ Ստեղ մեզ զանգակի կոճակ, որ բաց չթողնեք այն նոր ստեղծագործությունները, որոնք որպես կոմպոզիտոր ես թողարկում եմ։ Շատ շնորհակալություն, որ դիտեցիք այս հոլովակը, մինչև վերջ։ Ձեզ լավ օրեր մաղթ։